Ուրեմն Facebook-յան օգտատեր Արա Արայանը մի այսպիսի գրառում է արել, հիմա կարդամ եւ հետո մեկնաբանեմ։ Մասիս Սարի նկատմամբ ձեր սերը եւ երգերը կեղծ են։ Եթե Մասիսը լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում, լինելու էր նույն փնթի եւ անխնամ վիճակում։ Ինչ վիճակում այսօր գտնվում է մեր ողջ բնությունը։ Դուք Մասիսը կկառուցապատեիք էլիտար անճոռնի շենքերով, կավատատներով եւ քաբաբանոցներով, որոնց ծուխն ու հոտը կպատեր բիբլիական լեռը։ Սևանը Մասիս չէ։ Սևանն ավելի մեծ խորհուրդ ունի, այս երկրի գլխավոր սնուցող նյութական եւ հոգեվոր աղբյուրն է։ Դուք այն պատել եք աղբով եւ խորովածի ծխով։ Դադարեցեք Մասիսալացը, տհաճ է։ Այս սոցիումը սիրո զգացողություն չունի, բոլոր խնդիրները դրա հետևանքն են։ Ուրեմն սիրելի հայեր ջան, սիրելի ընկերներ, սիրելի հետևորդներ ջան, շատ դիպուկ գրառում է, շատ ոչ միայն արդիական, այլ նաև ճիշտ։ Ես իմ նախորդ ֆուտբոլին վերաբերող Կրիստիանո Ռոնալդու եւ Հայաստանի հավաքական այդ վիդեոյում շատ մանրամասն բացատրել եմ դա, որովհետեւ մենք միշտ եղել ենք օտարամոլ։ Հիմա մի այսպիսի բան պատկերացնենք, կուզեք աչքերներդ փակեք, կուզեք վերև նայեք, կուզեք, չգիտեմ, լռեք ուղակի եւ մտածեք։ Մասիս Սարը, Արարատ լեռը Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Հիմա ինչ էինք անելու մենք։ Տեսեք, այնտեղ ճիշտ դիտարկում արվեց, որ միթե Սևանը Արարատ լեռ չէ, Մասիս չէ։ Սևանը մերն է հիմա, հայր, մերը։ Ինչ ենք մենք անում Սևանա լճի, մեր մայր լճի, չգիտեմ, մեր հրաշքի, մեր աղջկա, չգիտեմ, Սևանին ինչ բառով ներկայացնեմ, որ սիրտս հովանա, ինքը մեր ամեն ինչն է, ինձ համար գոնե։ Մեր Սև ծովն է, մեր Կասպից ծովն է, մեր օվկիանոսն է, մեր ամեն ինչն է։ Ինչ ենք անում։ Բացի այն, որ գնում ենք ամառները մի քանի օրով, լողում ենք, լողանում ենք, աղտոտում եւ վերադառնում տուն։ Հետո ասում ենք, դա չի դզում Սևան, ախպեր, ցուրտ է այնտեղ միշտ քամիներեն անընդհատ եւ ինչ ենք անում, գնում ենք դուրս։ Նորմալ է։ Ես չեմ ասում դուրս գնացողները սխալ են անում կամ, բայց առաջին հերթին պետք է սիրենք ինչը, պետք է սիրենք մերը։ Եթե չենք սիրում մերը, ուրիշինը կահու կա։ Միշտ կա։ Կարանք մտովի երազենք, ասենք, այն Նյու Յորքի են փողոցներով են, դեղին տաքսիերով ասում է, այդ ով մոտ քայլենք, բան։ Բայց որ գնում ենք հասնում ենք Ամերիկա, ես չեմ եղել, չեմ էլ ուզում եմ կներեք նույնի համար, ուզում եմ գնալ, պտտվել, տեսնել եւ վերջ։ Եվ վերջ։ Գնում ենք տեսնում ենք, այդ դեղին տաքսին ասում է, աղբը homeless, դες բառերով խոսում են, չէ՞, մեր Ամերիկա գնացած 10 օր մնացողները, homeless-ները, անտունները, փնթի վիճակ, գողություններ, սպանություններ, լուսնի հակառակ կողմն է, էլի։ Նա որ սիրուն երևում է, հետևը ինչ զզվելի, ինչ անաստված բաներ կան կատարվում են։ Ու հասկացողը թողնում հետ է գալիս իր հայրենիք։ Արագած մեր լեռը, մեր այդ հրաշքը, ինչ են կարել մինչև այսօր իր համար։ Արա Արայանի ասած, քաբաբանոցներ, խաշի տեղ, կոկակոլայի զոնտիկներ, այդ է եղել։ Մենք արագած գնում ենք խաշ ուտելու։ Մեկ էլ այդ լիճը, դες լճի մոտ սթորի անելու համար, այն էլ է տարին մեկ գնանք, թե չգնանք։ Մտածեք։ Շատ ցավալի է, որ այսօր չունենք Արցախ։ Ղարաբաղ չէ, Արցախ։ Շատ ցավալի է։ Ով է մեղավոր, ովքեր են մեղավոր։ Այդ պատմությունը կպատժի մի օր նրանց բոլորին, անխտիր։ Ոնց չունենք Արևմտյան Հայաստան, պատճառների մասին չեմ ուզում խոսել, չեմ խոսի, մենք այսպես կորցնելով եկել ենք ու դարել ենք, հիմա ինչ որ կանք,
քարտեզով Հայաստանի Հանրապետության սահմանը, չնայած լիարժեք գծված չի, ես չգիտեմ վաղը ինչ չի լինելու կամ ինչն է լինելու։ Ես դրանից չեմ խոսում։ Իհարկե սերը, կարոտը դա չի կարա չլինի, եթե հայաց չի կարա չլինի։ Բայց խոսելով չի, էլի, խոսելով չի։ Մեր մասիսը շատ գեղեցիկ երևում է, շատ։ Ես նայելուց չեմ ասի հուզվում եմ, բայց մեջս խառնվում է, սաղ լրիվ ամբողջությամբ։ Որովհետև գիտեմ պատմություն, գիտեմ ցավ, բայց մերը չի հիմա։ Վաղը Աստված առաջ դառնանք այնպիսի հզոր ազգ, պետություն, ղեկավարները, չգիտեմ, թող Աստված տա մի նենց ղեկավար գա, նենց ղեկավար ունենանք, որ նենց ուղեղ ունենա, որ կարողանա այդ բոլորը ոչ թե հետ բերի, այլ գոնը մեզնով անի։ Մեզնով, որ մենք կարողանանք գնանք, Արարատը բարձրանանք, տեսնենք, չգիտեմ, լացենք, ուրախանանք, գնանք մեր Վան, Կարծանի եւ այլն, մեր պատմական Հայաստանի տարածքներ եւ չգիտեմ, մեր նահատակված, մեր զոհված բոլոր հայրենակիցներին ասենք ձեր ցավը տանեմ։ Դուխները չգցեք, ստեղ ենք մենք։ Թե չէ արուն թափելը միշտ կա, բայց այսօր այն թվում ենք ապրում, այն դարում ենք ապրում, որ չգիտեմ, ոչ մեկ չի ցանկանա, որ իր երեխայի, իր հարազատի արյունը թափվի, կորցնի նրան։ Պահենք այն ինչ ունենք։ Ունենք հրաշք բաներ, հրաշք բնություն ունենք, հրաշք կոթողներ, հրաշք վանքեր, հրաշք վայրեր։ Պահենք, մաքուր, պահպանենք, քանդվածը կառուցենք, սիրենք իրար, վերջի վերջո։ Մենք Մասիսը երևի ավելի շատ ենք սիրում, քան մենք իրար։ Մենք, մարդիկս իրար։ Ղեկավարությունը չէ, մենք, ժողովուրդը, հասարակ։ Բայց այդ հասարակ ժողովուրդը պետքա դառնա չհասարակ։ Հենց իրար սիրելով, իրար ներելով, TikTok հարթակ, մի հայհոյեք իրար, մի հայհոյեք իրար, TikTok-յան հարթակի հարգելի մարդիկ ջան։ Այս մեկը, այն արեց, այն մեկը, մեր հայնը։ Դուք ձեզ ասեք, որ ես չպետք է հայհոյեմ։ Ես չեմ խոսելու հիմա հայհոյանքը մեղք է բան, դες խոսք մոսք կյանքի եւ այլն կամ նման, չեմ խոսելու։ Ես չունեմ դրա իրավունքը խոսելու։ Ես դեռ այդքան բարձր չեմ, որ խոսեմ արժեքներից աստվածային կամ Աստծո որդու արժեքներից, ես չկամ դեռ։ Մի հայոյեք ուղակի։ Ֆիսա, վատնա, գեշա։ Մեր երեխեքն են մտնում, չնայած վստահ եմ ծնողներից շատերը բլոկել են եւ այլն, կոնտրոլ են դրել այդ մի խոսքով։ Հետևում են։ Մի հայհոյեք իրար։ Հայեր։ Մի օր արթնացեք, այսօր ձեր մեջ դրեք մի հատ ծրագիր, որ ես վաղը պետք է արթնանամ, հայհոյեք, եթե պետք է, իհարկե, դա նորմալ է ինձ համար, նորմալ է դա հոգու պորտկում է, որը որ փիս բառով է արտահայտվում, կարա հիմար ասվի, կարա հայհոյանք ասվի, նորմալ է դա, բայց իրար մի հայհոյեք, հանրային մի հայհոյեք, հայհոյանքը չպետք է լսի ոչ մի երեխա եւ ոչ մի կին արմատ, գեղեցիկ չէ, դա գեղ է, հայավարի չէ, մենք այս ժամանակ ծիծաղում էինք, ռուսական հաղորդումներ էինք նայում կամ կինոներ կամ չգիտեմ պոդկաստներ, կոմեդի կլաբներ, մենք ես ոնց կարա այս մարդը, այսքան մարդ է իրան նայում, պլյուս այդքան մարդուց հեռուստացույց այս կողմը այսքան մարդ նայում իրան, ոնց կարա թույլ տա իրան հայհոյանք, ջղայնանում էինք, այսօր մենք ենք այդ նույնը անում, ես չեմ ուզում մենք դառնանք Ռուսաստան,
Չեմ ուզում դառնանք Ամերիկա, Եվրոպա։ Մենք ուրիշ ենք։ Հայեր, մտ հասկացեք, որ մենք ուրիշ ենք։ Կան մարդիկ հեսա կասեն, դե հա այդ հայու գեննա վիճակներ, մենք ուրիշ ենք։ Մի հայոյեք իրար, հայեր ջան։ Վաղը հենց արտանակը տեն սկսեք ապրել։ Լավ եղեք։ Սիրենք Արագածը, սիրենք Սևանը, սիրենք Հատիսը, չգիտեմ, սիրենք Գութանասարը, սիրենք մյուս մի խոսքով մենք մեր բնությունը, մենք մեր ունեցածը, այն ինչը որ մերն է։ Նա մերն է, բայց մեր հոգու խորքում, մեր երազներում, մեր մտքերում։ Ես ասում եմ այն ինչը որ մերն է, որ վաղը ուզենանք նստենք մեքենա, քշենք, գնանք հասնենք տեղ, մի կտոր հաց ուտենք, այդ հացը ուտելուց հետո հավաքենք, գցենք տոպրակի մեջ, տանենք աղբամանի մեջ գցենք։ Այդ մերի մասին եմ խոսում, որ չի գամ ինչ-որ մեկը ասես ինչ ես անում այստեղ։ Լավ եղեք ու մտածեք մի քիչ։ Սիրում եմ բոլորիդ։ Առայժմ։